Բարև ձեզ սիրելի աշակերտներ, այսօր 7-րդ դասարանում հասարակագիտություն առարկայից մենք նոր նյութ ենք սկսել ուսումնասիրել թեմատիկ աշխատանքից հետո եւ փորձելու ենք մի փոքր հետաքրքիր ձևով սկսել։ Ուզում եմ, որ դուք այսօր փորձեք գուշակել, թե ինչ թեմա ենք մենք անցնելու, ինչ ենք անելու։ Դասանի տարբեր անկյուններում գրված են ձեզ համար անսովոր անծանոթ իրեր, նախապես ես գրել եմ, եւ պիտի խնդրեմ, որպեսզի դուք հիմա վեր կենաք, կանգնեք եւ փորձեք խնդրեք ու գտնել այդ իրերը։ Իրերը գտնելուց հետո խնդրում եմ դնել ուսուցչի սեղանին։ Կարող եմ հուշում անել, անկյուններում են դրված։ Եթե անսովոր իրեր չկան այլևս, կարող եք դադարեցնել։ Հստակ։ Կային։ Ինչ ենք գրել, աշխատանքների հաշվից, արդյոք նոր, խնայատուկ, այո, և դրամապան, հաշվիչ, խնայատուկ և դրամապան։ Եկեք միացեք փորձեցինք հասկանալ ինչ թեմա ենք ուսումնասիրելու։ Անձնական բյուջե, ֆինանսներ։ Տղա մեր թեման լինելու է անձնական բյուջե, եկամուտներ, ծախսեր և խնայողություններ։ Խոսելու ենք այս 3 հիմնական հասկացությունների մասին։ Այժմ ես ձեզ բաժանելու եմ գունավոր թղթեր, որոնց վրա դուք պետք է փորձեք նշումներ անել, ինչ է եկամուտը, ինչ է ծախսը և ինչ է խնայողությունը։ Այժմ այս դեղին կոչումների վրա դուք գրելու եք ինչ է եկամուտը, ըստ ձեր կարծիքի, ինչ է եկամուտը։ Գրում ենք ինչ է եկամուտը, ըստ ձեզ։ Եկամուտը աշխատանքի համար վաստակած գումարն է։ Մարդու վաստակած գումարը որևէ աշխատանքի համար։ Եկամուտը այն գումարն է, որ մենք ստանում ենք ինչ-որ աշխատանքի դիմաց։ Եկամուտը ինչ-որ աշխատանքի դիմաց կատարված գումար, ստացած գումարն է, ներեցեք, կատարված աշխատանքի գումարն է, եկամուտը մարդուն տրվող գումարն է, որը նա աշխատել է ինչ-որ աշխատանք կատարելու դիմաց, քո աշխատած գումարի և ինչքան ծախսել աշխատելու վրա տարբերությունն է, հա? Ահա, շատ լավ, երեխեք, եկամուտը, այո, մեր ստացած գումարն է, կատարված ինչ-որ աշխատանքի դիմաց։ Այսինքն մենք մատուցել ենք ծառայություն ինչ-որ կամ կատարել ենք աշխատանք և դրա դիմաց ստացած գումարը մեր եկամուտն է։ Հիմա պիտի խնդրեմ գրեք, թե ինչ է ծախսը ձեզ համար։ Եվ փակցնեք կրկին գրատախտակի։
անելուց հետո մնացած, այսինքն խնայված գումարն է։ Խնայողությունը այնն է, որ ծախս անելուց հետո պետք է խնայել։ Երբ որ ավելորդ իրեր չես գնում եւ խնայողաբար ես վերաբերվում քո գումարին։ Խնայողությունը մեր ծախսերից մնացած գումարի մի մասն է։ Խնայողությունը մեր եկամտի մի մասն է, որը մենք պահում ենք խնայատուփում կամ այլ ապահով տեղ, շատ լավ։ Խնայողությունը քո ունեցվածքն է, երբ ամեն ամիս ինչ որ գումար ես խնայում քո ուզած իրի համար կամ հետո գնում ես։ Շատ լավ։ Այո, իրականում խնայողության իմաստը եւ բովանդակությունը դուք բոլորը շատ լավ հասկացել եք։ Խնայողությունը ի պահ տրված այն գումարն է, որը որ դուք օգտագործելու եք ձեր հետագա կարիքների համար։ Կամ ցանկանում եք ունենալ գնել ինչ-որ իր եւ խնայում եք, մի կողմ եք դնում գումարը, որպեսզի կարողանաք ունենալ։ Իրականում ձեր ապագայի համար խնայողությունը շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև խնայելով ապագայի համար դուք կարևոր ներդրում եք կատարում ձեր ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Թե ինչ է խնայողությունը եւ ինչպես խնայել, ինչպես ճիշտ խնայել, մենք դասի վերջում կունենանք եւ մանրամասն կքննարկենք միմյանց հետ։ Այժմ ուզում եմ, որպեսզի դուք բաժանվեք 3 խմբի եւ հանձնարարություն ունեք կատարելու։ Ուրեմն կազմելու ենք անձնական բյուջեի ձեր մոդելը։ Եթե դուք ունեք 50,000 դրամ ամսական գումար։ Մեկ ամսվա կտրվածքով կազմում եք ձեր անձնական բյուջեն, ունենալով 50,000 դրամ աշխատավարձ։ Աշխատանքը կատարելու համար ունեք 5-ից 7 րոպե ժամանակ։ Կարող եք ավարտվեց մեր ժամանակը, դադարեցնում ենք աշխատանքը, այժմ խմբերը պետք է ներկայացնեն ինչ իրենք արեցին։ Խումբը առաջին համեցեք։ Մենք նախատեսել ենք մեր տարիքի համար 50,000 դրամ եկամտի, ունենք 50,000 եկամուտ, որից 4 մաս ենք բաժանել։ Ծախսում ենք 20,000 դրամ հագուստի եւ անհրաժեշտ իրերի համար։ Ծախսում ենք 15,000 դրամ սննդի համար եւ ծախսում ենք 5,000 դրամ ուրիշ տարբեր կարիքների համար, որոնք չեն մտնում առաջին մասը։ Չնախատեսված ծախսերի համար, ահա։ Եվ թողնում ենք, խնայում ենք 10,000 դրամ։ 10,000 դրամ են ամսվա վերջում ունենում եք խնայողություն։ Ինչ նպատակի համար։ Ապակարի ինչ-որ օրինակ հեծանիվ գնելու։ Այո, ձեր երազանքի իրը ձեռք բերելով Այո, աստված մի արասը, եթե անգամ բժշկական ծախսերի համար պետք լինի կարողանաք օգտագործել։ Շնորհակալություն երկրորդ խմբի աշխատանքի համար, այժմ ուզում եմ ձեզ հարց ուղղել։ Հեշտ է անձնական բյուջե պլանավորելը։ Տեսքի վրա լավ ասացին։ Իրականում ոչ, իսկ դուք իրական կյանքում պլանավորում եք միշտ ձեր անձնական բյուջե։ Եթե այո, եթե ոչ, ինչու, խնդրում եմ արձագանքեք։ Վիկտորիա։ Եկամուտի ամսվա համար չեմ ստանում, օրական գումարն է, ու մի մասը գնում է սննդի համար, մի մասը տրանսպորտի փող, Իսկ ձեր օրական ստացած գումարը, որը որ ծնողները ձեզ տրամադրում են, միշտ ըստ կարիքի եք ծախսում։ Լինում է նաև, որ շեղվեք ձեր նախատեսած։ Իհարկե։ Ասա համլետեսում։ Ես մեկ-մեկ շեղվում եմ, որ ինչ-որ բան եմ տենում ուտելու, սովատանում եմ և հաց եմ ուտել, ու շեղվում եմ ուրիշ բան ուտել։ Այլ բան, շատ հա։ Դա վերեք իրականում
ձեր ասածներից մենք կարող ենք հանդիլ այն եզրակացությանը վերանալ, որ անձնական բյուջեի պլանավորումը բավականին բարդ պրոցես է մեր հասարակության որոշ խավի համար, որոշ մասի համար։ Ուստի մենք այսօր մեր դասի ավարտին կփորձենք հասկանալ, թե ինչպես ճիշտ պլանավորել անձնական բյուջեն, եւ դուք գիտեք, որ ձեր դասարանի մի մասը դեռ 2 ամիս առաջ սկսել էր նախագիծ իրականացնել, ուսումնասիրելով անձնական բյուջեն, անձնական բյուջեի ճիշտ պլանավորման հիմնախնդիրը մեր հասարակությունում, եւ այսօր փորձելու է իր աշխատանքի միջոցով մեզ իրազեկել, մեզ տեղեկացնել, իրենք իդեպ պաստառ են պատրաստել, որի միջոցով փորձելու են ձեզ, իսկ հետո նաեւ ամբողջ դպրոցի իրազեկել ինչպես ճիշտ պլանավորել անձնական բյուջեն, եւ որպեսզի չունենալ ամսվա կեսից հետո խնդիրներ կամ չտրխել գումարի պակասի պատճառով։ Այսօր դիմավորելու ենք մեր աշխատանքը կատարած մասնակից։ Մենք նախագծային աշխատանքը սկսել ենք մարտ ամսից, ուսումնասիրել ենք անձնական բյուջեի ճիշտ պլանավորման ու մշակույթի պակասը մեր հասարակությունում, օգտվել ենք կառավարության, ֆինանսական եւ այլ ցանցերից Կայքեջերը նկատվում, ֆինանսերի նախարարության երևի, հա? Եվ կառավարության կայքեջերից, որտեղից գտել են տարբեր նյութեր, ինչպես ճիշտ կառավարել բյուջեն, ինչ է բյուջեն եւ ինչու պետք է կազմել բյուջեն։ Մեր նպատակն է եղել խորացնել հասարակության գիտելիքները բյուջեն կազմելու մշակույթի վերաբերյալ, զարգացնել 21-րդ դարի գիտելիքները բյուջեի վերաբերյալ եւ նպաստել ֆինանսական խնդիրների իրազեկ եւ պատասխանատու քաղաքացու ձևավորմանը։ Բյուջեն դա այն աղյուսակն է, որը օգնում է կազմել ամսվա կտրվածքով ծախսված գումարը, եկամուտը եւ խնայողությունը։ Բյուջեն դա ծախսերը եւ խնայողությունները միասին գրված աղյուսակն է։ Աղյուսակի մի կողմում գրվում են եկամուտները, մյուս կողմում ծախսերը, իսկ վերջում հաշվարկվում են խնայողությունները։ Բյուջեն լինում է ընտանեկան, որը ցույց է տալիս, թե ինչքան գումար է մնացել, ծախսվել եւ խնայվել ամսվա վերջում։ Անձնական բյուջե, չէ՞, բնականաբար։ Ինչու բարի բյուջե։ Բյուջետավորումը օգնում է հասնել նպատակներին անկախ եկամուտի չափսից։ Եթե նպատակին հասնելու համար պետք լինի որոշակի չափսով մեծ գումար, ապա բյուջետավորման միջոցով կարելի է այն հավաքել եւ նպաստել ֆինանսական կայուն վիճակին։ Բյուջեն կազմելու միջոցները տարբեր ձևերի են լինում, այնինչ մեծահասակները կատարում են գրառումներ իրենց տետրերում, իսկ ավելի երիտասարդները օգտվում են սոցհամացանցերից։ Լավ, Նիկա ջան, ինչ եք արել, որպեսզի պարզեք, որ արդյոք սա հիմնախնդիր է մեր հասարակությունում, թե չէ, պարզել եք։ Մենք կատարել ենք հարցազրույցներ, որոնց արդյունքում իմացել ենք դա հիմնախնդիր է թե ոչ, եւ մեծամասնության կարծիքով դա եղել է հիմնախնդիր։ Իսկ որ տարիքային շեմի համար է դա հիմնախնդիր եղել։ Դա հիմնականում հիմնախնդիր է եղել ավելի մեծահասակների համար, ովքեր ստանում են աշխատավարձ եւ թոշակ, նրանք միայն մեծահասակների հետ եք վարել հարցազրույց, ոչ բոլոր տարիքի մարդկանց հետ, սկսած 9 տարեկանից մինչեւ մեծահասակների ավելի։ Նրանք բոլորը գրեթե պատասխանել են, որ հյուրում միջին աշխատավարձը բավարար չէ։ Եվ դժվարանում են անձնական բյուջեն իրեն ճիշտ կազմել։ Մեծահասակները ասում են, որ չեն դժվարանում, իսկ ավելի փոքր տարիքի ներկայացուցիչները դժվարանում են եւ ասում են, որ կողմնակի ծախսերը շատ են լինում։ Շատ լավ։ Եվ ինչ խորհուրդ եք տալիս դուք, ինչպես ճիշտ պլանավորել անձնական բյուջեն։ Մենք խորհուրդ ենք տալիս, որ երբ մենք ստանում ենք եկամուտ, պետք է 10% առանձնացնել որպես խնայողություն եւ մնացած ծախսերը բաշխել ըստ անհրաժեշտության կարիքների, օրինակ սնունդը, հագուստը, տան կոմունալները եւ այլն։ Շատ լավ։ Ունեք կարգախոսից համար այս նախագծի շրջանում։ Այո, կառավարեք ձեր գումարը, որպեսզի գումարի պակասը չկառավարի ձեզ։ Շատ լավ, շնորհակալություն կատարված աշխատանքի։